Սիրելի աշակերտներ, այսօրվա մեր դասը թեման է ձեռքի բեկորային նռնակների հետ վարվելու անվտանգության կանոնները և նետման եղանակները։ Նախ ձեռքի բեկորային նռնակները ներառում է երկու փուլ, առաջին փուլը դա նռնակները նախապատրաստելն է, այսինքն սկզբից լիսկավորել, նախապատրաստել, ընտրել այնպիսի դիրք, որպեսզի ներդրելու ընթացքում որևէ արգելքներ կամ արտակարգ դեպքեր չպատահեն և հաջորդը իր մեջ ներառում է արդեն նետման պրոցեսը։ Նախ ձեռքի բեկորային նռնակները սա հատուկ նռնակների համար նախատեսված պայուսակն է։ Այնուհետև պայուսակից հանվում է բռնկիչը, նորից բռնկիչը ինչպես և նռնակը փաթաթված է լինում լաթով կամ կտորով, պտուտակը տրվում է նռնակի մեջ, պտտվում մինչև վերջ և նռնակը արդեն պատրաստ է մարտական գործողությունների։ Ընդ որում, սիրելի աշակերտներ, հիշեք, որ նռնակը ձեռքի բեկորային նռնակները ներդրելիս պարտադիր պետք է նետողը իր գլխին ունենա սաղավարտ, ով կարող ասել, ինչ նպատակով է, խնդրեմ։ Որպես լինի ավելի անվտանգ և բեկորները նրա գլուխում չհայտնվեն։ Հնարավոր դրված պատահարներից խուսափելու համար։ Նախ նռնակները նետելու հիմնական 3 եղանակը։ Դա պառկած նետելն է, ընկած նետելն է և հաջորդը կանգնած նետելն է, կախված մարտական իրադրություններից։ Ով կարող է ասել, մարտական նռնակները կարելի է նետել նաև զրահափոխադրիչի կամ զրահամեքենայի վրից։ Իսկ ինչ է կարծում, որ նռնակը կարելի է կիրառել զրահամեքենայի վրայից։ Խնդրեմ։ Ավելի շատ մեր դեպքում հարմար է կիրառել հարձակողական նռնակը։ Ինչու համար։ Քանի որ հարձակողական նռնակի բեկորների ցրման շարավերը մինչև 20 մետր է, իսկ 20-25, իսկ պաշտպանողականները մինչև 200 մետր։ Շնորհակալություն, ճիշտ է, քանի որ ինչպես դուք ճիշտ նկատեցիք, եթե պաշտպանողական նռնակները նետեն զրահամեքենայի վրայից, բնականաբար արդեն նետողին կխոցի։ Համաձայն եք։ Լավ, ուրեմն նռնակները մարտի մեջ կիրառելիս, մինչև կիրառելը տրվում է պատրաստել նռնակները հրամանը։ Այդ դեպքում ուրեմն զինվորները, ինչպես նոր ցույց տվեցին, նա արդեն հանում են նռնակները, խցանը պատրաստում մարտական դիրքի։ Իսկ արդեն նռնակները կիրառություն օգտագործելու համար հնարավոր է լինի կամ պատրաստել նռնակներով կրակ հրամանը կամ զինվորը գործում է ինքնուրույն կախված իրադրությունից։ Մարտի դաշտում չպետք է ամեն պահի սպասել, որ հրամանատարը կասի նետել նռնակները կամ պատրաստել նռնակները արդեն ինքնուրույնաբար։ Պարզ է։ Հաջորդը։ Հիմա եկեք միասին ծանոթանանք նռնակի ձեռքի բեկորային նռնակների հետ վարվելու կանոններին, անվտանգության կանոններին, այնուհետև կշարունակենք։ Սա դուք նկատեցիք հերթականությունն է, կանգնած դիրքից մեկ շուտով արդեն գործնական այս ամենը իրականություն։ Սա ծնկած դիրքով նռնակ նետելն է, պառկած դիրքով։ Հիմա ես կխնդրեմ մի հատ բարձրաձայն բոլորին լսելի կարդացեք ու միասին խնդրեմ կանգնեք։ Եթե հակառակորդը գտնվում է խրամատում, անհրաժեշտ է նռնակ նետել հարության նկատմամբ 30-ից 45 աստիճան լայնությամբ, որպեսզի այն կախվի խրամատի մեջ, նռնակ նետողը նետելուց անմիջապես հետո պետք է պատրաստվի, քանի որ կարող է խոցել իր իսկ նետած նռնակից, խոցել իր իսկ նետած նռնակից։ Շնորհակալություն։ Ինչ է կարծում, ինչի համար խոչընդոտ չպետք է հանդիպի։ Խնդրեմ, նետելուց եթե խոչընդոտ հանդիպի, պետք է գլորվի և բնականաբար նպատակին չի հասնի, ճիշտ է։ Խնդրեմ, շարունակեք։ Անվտանգության կանոնները, բռնկիչներն ու նռնակները տեղափոխվում են իրենց առանձին ուղղում, բռնկիչը պատրաստվում է թղթով կամ լաթով։ Նռնակի վրա չպետք է։ Ինչի համար բերեք միասին երեխեք ջան, թղթով կամ լաթով։
որպեսզի հարվածների դեպքում պայթյուն տեղի չունենա։ Նռնակի վրա չպետք է լինի խորը թափանցված ժանկ, ապահովիչի պահպանակի ծայրերը պետք է միմյանցից պետք է լինեն զատված տարբեր կողմերի վրա։ Ճաքած կամ կանաչ փարով ծածկված բնակիչներին օգտագործել չի կարելի։ Նռնակները պահել բախումներից, կեղտից ու խոնավությունից։ Կրակի մոտ դրանք չհասնել չի կարելի։ Արգելվում է քանդել մարդկային նռնակները, փոխադրել առանց պայուսակների, ձեռք տալ չպայթած նռնակներին։ Մարտի ժամանակ նռնակները օգտագործվում են հրամանատարի հրամանով կամ ինքնուրույն։ Շնորհակալություն։ Նոր մենք նշեցինք հրամանատարի հրամանով կամ ինքնուրույն։ Կախված մարդկային իրադրությունից, եթե դուք զգում եք, որ հակառակորդը արդեն ձեզ համար վտանգ է ներկայացնում, բնականաբար դուք չեք սպասում հրամանատարի հրամանին, գործում եք ինքնուրույն։ Հաջորդը։ Խնդրեմ։ Անվտանգության հեռավորությունը ների նռնակը ոչ պակաս քան 30-40 մետր հեռավորության վրա երբեք մի ներիշ այդ ուղղությամբ ներկեր կամ այլ զինվորներ։ Պայթյունից հետո մի մոտեցիր մինչև չվստահվես, որ պայթյունն ավարտվել է։ Խստի վարկելումը, նռնակը բացել կամ ապա մոնտաժել, ապահովիչը հանել առանց անմիջապես նետելու մտադրությամբ, նետել այն շատ մոտ տարածության վրա կամ դեպի քարքարոտ մակերես հետադարձ բեկորների վտանգի պատճառով պաշտպանական միջոցներ պետք է հագնել սաղավարտ և պաշտպանիչ հագուստ, նետելուց հետո ծածկել հրամատում կամ պատնեշի հետևում գլուխը և մարմինը պաշտպանված պահելով։ Շնորհակալություն, նոր նշեցին, սաղավարտ։ Անմիջապես սիրելի աշակերտներ, նետելից հետո կապ չունի, դա պաշտպանողական նռնակ է, թե հարձակողական, անվտանգության նկատառումներից ձեռնելով անհրաժեշտ է թաքնվել որևէ ոչնչի։ Արգելվում է ապահովիչը հանել առանց նետելու մտադրության, նետել նռնակը անհարմար կանոնիկայուն դիրքից, նստած դիրքից նետել այնպիսի վայր, որտեղ կարող է լինել ընկերներ կամ տեխնիկա։ Պայթյունից հետո մոտենալ նռնակի վայրին մինչև չափի առնվազն 10-ից 15 վայրկյան։ Նախապատրաստական փուլ, ստուգել նռնակի ամբողջականությունը առանց ճաքերի կամ վնասվածքների, չբացել սպանական ապահովիչը մինչև հրաման չտրվի, նետելու վայրում պետք է լինեն մարդիկ 10 մետր շրջապատված։ Նետելուց հետո չբարձրանա և չնայել պայթնելու ուղղությամբ մինչև պայթյունը չդրսվի, պայթյունից հետո ստուգել տարածքը միայն հրամանով, չբռնել չպարեշած նռնակներ կամ կասկածելի առարկաներ, ընդհանուր անվտանգության կանոններ, երբեք չնետել նռնակ, եթե մոտակայքում ընկերներ կամ հրահանգիչներ կան, միշտ հետևել հրահանգչի հրահանգներին, աշխատել հանգիստ առանց վճապի և ավելորդ չափումների։ Շնորհակալություն։ Եթե ուշադրություն դարձրեցիք, սիրելի աշակերտներ, շատ թե զինվորներ, թե ձեր տարիքի պատանիները նետելուց հետո անմիջապես փորձում են նայել ինչ տեղի ունեցավ։ Դա բոլորին բնորոշ է։ Նետելուց դուք համոզված եղեք պայթյունը տեղի կունենա, պարտադիր չնայել սեփական աչքերը, ոնց է պայթյունը տեղի ունենում, դա արդեն բոլորիս հասկանալի է, ու ընդհանուր անվտանգության կանոնները։ Քանի որ ձեռքի բեկորային նռնակները թե ուսումնական թե մարտական իրենից վտանգ են ներկայացնում, ես ձեզ կխնդրեմ հիմա որ գնանք գործնական արդեն պարապմունքների, առանց իմ հրամանի որևէ քայլ չեն կատարում։ Հաջորդը, խնդրեմ։ Ինչից նռնակի հետ վարվելը պահանջում է ուշադրություն, կարգապահություն և անվտանգության կանոնների խստավուն պահպանում, ցանկացած դիրքից նետելիս թե կանգնած, թե ծնկած, թե նստած։ Շնորհակալություն։ Այսինքն մենք եկանք բոլոր մասին ընդհանուր այն եզրակացության, որ ձեռքի բեկորային նռնակների հետ եթե մենք վարվելուց պահպանենք անվտանգության կանոնները, բնականաբար դժբախտ պատահարներից կխուսափենք։ Եվ ինչպես կարդաց Գելորը, որ թե կանգնած, թե ծնկած, թե նստած, թե ցանկացած դիրքից նետելիս անհրաժեշտ է ավելագույնը պահպանել անվտանգության կանոնները։ Ես կխնդրեմ մեկ անգամ ևս ուշադիր նայեք ձեռքի բեկորային նռնակների նետման եղանակներին, մեկ անգամ ևս վերհիշեք անվտանգության կանոնները եւ հիմա միասին բոլորս կգնանք ուսումնական գրակակետ, փորձելու այս ամենը իրականացնել գործնականից։ Բազը Ճիշտ այդպես։ Պարոն Զիղեկ, ջոկը ուսումնական պարապմունքներին շարված է, ջոկի հրամանատար Աշակերտ Մաթոսյան։ Հազար։ Սիրելի աշակերտներ,
Ես մեկ անգամ ևս հիշեցնում եմ ձեզ, որ պարապմունքների ժամանակ ես պահանջում եմ և հրամայում եմ խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։ Պարզ է։ Ճիշտ այդպես։ Հիմա ես ձեզ ցույց կտամ պարկած դիպքում ձերքի դեկորային նռնակները նետելու եղանակները կխնդրեմ այդպես շարվել։ Զգա, խնդրում եմ ուշադրություն։ Հիմա ես ձեզ ցույց կտամ ձերքի դեկորային նռնակները պարկած դիպքից նետելուց։ Ուրեմն, դուք պատկերացրեք արդեն դիրքեր ունեք հակառակորդի վրա կրակեք վարում, հնչել է հրամանը կամ ինքնուրույն դուք իրավունք ունեք, նռնակը լիցքավորեցիք, արդեն պատրաստ են հետման, նռնակ ինքնաձիգը դուք կարող եք տնել և հողապատնեշի վրա և կարող եք ձեռքով պահել։ Ուրեմն կախված հակառակորդի կրակի ուժգնությունից նռնակը նետվում է երկու եղանակով կամ ձեռքը 90 աստիճան այդ դիրքով կամ կխնդրեմ մոտեցնես կամ եթե հակառակորդի կրակը համեմատաբար թույլ է կարող եք մեկ ձեռքով հենվել հողապատնեշին բարձրանալ ու նոր նետել, բնականաբար այս դեպքում ավելի հեռու կարող եք նետել։ Պարզ է։ Ճիշտ այդպես։ Ուշադրություն, պատրաստել նռնակները։ Նռնակներով կրակ։ Ուշադրություն, պատրաստել նռնակները։ Նռնակներով կրակ։ Սիրելի աշակերտներ, խնդրում եմ ուշադրություն, այժմ կուսումնասիրենք ծնկած դիրքից ձեռքի բեկորային նռնակ նետելու եղանակ։ Ուրեմն, ծնկած դիրքից նետելու համար ավտոմատը դրվում է հողապատնեշի վրա, ձախ ձեռքով, որից հանվում է խցանը, նռնակը լիցքավորվում, մինչև այս պտուտակը պտտվում, և ուշադրություն դարձրեք խնդրում եմ։ Ինչքան հնարավոր է թեքվեք խնդրեք և թափով առեք։ Անմիջապես նռնակը նետելուց հետո դուք թաքնվում եք հողապատնեշի հետո։ Պարզ է։ Ճիշտ այդպես։ Ուշադրություն։ Նռնակները պատրաստել։ Նռնակներով կրակ։ Ուշադրություն, նռնակները պատրաստել։ Արա, նռնակով կրակ։ Ուշադրություն, նռնակները պատրաստել։ Նռնակներով կրակ։ Ուշադրություն, պատրաստել նռնակները։ Կրակ։